Ողջույն սիրելի բարեկամներ, ճշմարիտ խոսք հաղորդաշարը կրկին ողջունում է ձեզ։ Մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Այս տաղավարից մենք հաճախ խոսել ենք ու ավելի հաճախ կխոսենք աստվածային հիմնարար ճշմարտություններ, որը բխում է միևնույն Աստվածաշնչից։ Մեր նպատակն է, որպեսզի դուք չմոլորվեք, մեր նպատակն է, որպեսզի դուք կարդաք Աստվածաշունչ, մեր նպատակն է, որպեսզի դուք աճեք Քրիստոսի մեջ եւ աճեք անխարդախ կաթով, որը Աստվածաշունչն է։ Եվ ճշմարիտ հաղորդաշարը հենց սրա համար է առաջացել կամ ստեղծվել, որ մենք խոսենք այնպիսի բաներ, որը կդժվարանանք խոսել բեմից, վերջապես ժողովրդի մոտ, եւ այսպես ազատ գոտում ամենքդ կարող եք վերցնել, կիսվել ու տարածել ու վերլուծել։ Այսօր ուզում եմ խոսել շատ կարևոր մի կետի մասին՝ վերստին ծնունդ, որտեղ ամեն ինչ սկսում է վերստին ծնունդից։ Վերստին ծնունդը թարգմանաբար մաքուր հայրենով կնշանակի նորից ծնվել։ Մենք գիտենք, որ մարդը մեկ անգամ ծնվում, ապրում, մեռնում է ու դրանից հետո դատաստան, Եբրայեցիների գիրքն է ասում։ Բայց Սուրբ Գիրքը նաև շարունակում է Հովհաննու 3-րդ գլխի մեջ Հիսուս եւ Նիկոդեմոս զրույցի ժամանակ Հիսուսն ասեց. Եթե ուզում ես հասնել Աստծո արքայություն, եթե ուզում ես փրկվել, դու պետք է նորից ծնվես, դու պետք է վերստին ծնվես։ Մի շատ հայտնի ավետարանիչ Հովիվ Քարոզիչ ասում է. Ես շատ էի ասում, դուք պետք է վերստին ծնվեք, դուք պետք է ապաշխարեք, բայց ինչ որ մեկ ինձ ասեց, եղբայր դուք շատ լավ եք ասում այդ ամենը, բայց դուք չեք ասում ճանապարհը, ինչպես վերստին ծնվել, ինչպես ապաշխարել։ Յուրաքանչյուր ուսուցում, յուրաքանչյուր պատգամ պետք է ունենա երկու ուղղություն։ Առաջինը, ինչի մասին ես խոսում եւ ինչ է դա, եւ ինչպես հասնել հարցի լուծմանը։ Եվ ես ուզում եմ այսօր կառուցողական խոսել, թե ինչպես կարելի է եւ ինչպես պետք է ծնվել վերստին։ Չկարծեմ, թե երկրի վրա կա որևէ մեկ ուսուցիչ, ճիշտ ուսուցիչ, որ կարող է բոլոր հարցերին պատասխանել։ Այսօր շատ են համացանցում փիլիսոփայությունները, բարդույթները, Աստվածաշունչը ավելի մարդիկ բարդ հասնում են։ Աստվածաշունչը մարդիկ ավելի են այնքան իսկապես անհասանելի դարձնում, որ կարծես առանց իրենց չի կարելի հասկանալ, բայց ես ուզում եմ ասել, որ Սուրբ Գրքի հեղինակը ու մեկնաբանողն ու բացողը Սուրբ Հոգին է։ Դուք ձեր տներում կարող եք ընթերցել Սուրբ Գիրք ու Աստծո Հոգուն խնդրել, որ բացատրի ձեզ։ Համայնքը կարևոր է, Հովվի մեկնաբանությունը, բայց ասեմ ձեզ, որ շատ մարդիկ, հազարավորներ ու միլիոնավորներ, չունենալով այդ առիթը, ունեցել են ուղղակի կապ, մտերմություն Սուրբ Հոգու հետ ու Սուրբ Հոգին խոսել է իրենց սրտին։ Եթե այսօր դու տանն ես, նստած ես ու մտածում ես, ո՞րն է ճշմարտությունը, ճշմարտությունը Աստվածաշունչն է։ Ճշմարիտ հաղորդաշարը հենց սրա մասին է, որ ոչ թե մենք կամ որևէ մեկը, այլ ինքը Աստված եղել է, կա ու կմնա բացարձակ ճշմարտություն։ Եվ ես ուզում եմ այսօր կարդալ այն հատվածը, թե ինչպես Հիսուսն ասեց Հովհաննու 3-րդ գլխի մեջ 3-ից մինչև 7 համարը այսպես է ասում. Հիսուս պատասխանեց եւ ասեց նրան. ճշմարիտ, ճշմարիտ, ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, կարող չէ Աստծո արքայությունը առաջինը տեսնել։ Վերստին ծնունդին հաջորդում է տեսնելը, միջև չտեսնես, ճանապարհ չես ելնի, միջև չտեսնես, ուղղությամբ չես քայլի, պետք է տեսնել։ Ինչպես Հիսուս Ղուկաս ավետարանի մեջ ասեց, երկնքի թագավորությունը դրսի երևացող նշանով չէ, դա պետք է լինի ձեր կյանքերի ու սրտերի մեջ։ Վերստին ծնունդի առաջին սիմպտոմը տեսնելն է։ Եթե դու ուզում ես իմանաս դու վերստին ծնված ես թե չէ, քո մեջ պետք է լինի երկինքը, այսինքն ինչ է դա, խաղաղությունը, ուրախությունը, երկնային իրական աստվածային հավատը եւ իրական կապը Աստծո հետ, ինչպես հրեշտակները անարգել կապ ունեն կենթանի Աստծո հետ, ինչպես երկին գնացածները անարգել կապ ունեն Աստծո հետ, դա է վերստին ծնունդը, դու պետք է տեսնես։ Կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։ Նիկոդեմոսը նրան ասեց. Մարդ ինչպես կարող է ծնվել, որ արդեն ծեր է, միթե կարելի է երկրորդ անգամ իր մոր արգանդ մտնել եւ դարձյալ ծնվել։ Նիկոդեմոսը հավատում եմ, որ հավատաց Հիսուսի խոսքերին եւ դրա համար էլ իր կարգավիճակից ասեց, եթե ծեր է, ով էր ծեր, ինքն էր ծեր։ Հիսուս պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, Աստծո խոսքից եւ Սուրբ Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայություն արդեն ինչ անել, մտնել։ Առաջինը տեսնել է պետք եւ դրանով ապրել է պետք, եւ դու քո մեջ տեսնում ես ու գնում ես դրան հույսով ու հավատով, եւ երբ որ այդպես շարունակ քայլում ես Աստծո խոսքով, դու ի վերջո կմտնես։ Մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի։ Մի զարմանար, որ ես ասեցի քեզ պետք է վերստին ծնվել։ Ամեն։ Թող Աստված օրհնի իր ճշմարիտ խոսքը։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել հենց սրա մասին։ Մենք կարիք ունենք ծնվելու վերստին։
Մենք ամենքս մեր ծնողների սիրո պտուղն ենք, ամենքս ծնված ենք հորից ու մորից, եւ գիտենք, որ մարմնից ծնվածը մարմին է ու մարմինը կմեռնի, ժամանակավոր է, բայց Աստծուց ծնվածը Աստծո իրական նմանությունն ունի այն կերպով, որ ինչպես Աստված հավիտենական եւ արքայությանը մեջ է, նույնը խոստանում է քեզ, եթե դու իրենից ծնվես, դու նույն կերպ կունենաս հավիտենական կյանքը, հենց իր ներկայության մեջ, շատերը դրան անվանում են դրախտ, շատերը անվանում են երկնքի թագավորություն, ես ավելի անվանում եմ դա մի վայր, որտեղ ներկա է Աստված, որտեղ ինձ համար դրախտը ասոցացվում է հետևյալ կերպ, որտեղ է Աստված, Աստված որտեղ է լինի, այնտեղ դրախտ է, ինչ է դրախտը, դա մարդու եւ Աստծո անարգել հաղորդակցության դաշտն է, վայրն է, սիրելիներ, վերստին ծնունդը ունի իր իսկապես, ինչ ասեմ, ախտորոշումները, սիմպտոմները, իր ցուցիչները, թե ինչպես մարդը հայտնաբերի, որ ինքը վերստին ծնված է կամ ինչպես վերստին ծնվի։ Վերստին ծնունդը առանց ապաշխարության գոյություն չունի։ Ապաշխարությունը դա շրջադարձ է, կտրուկ շրջադարձ եւ որոշում այլևս չանելու։ Ենթադրենք, եթե ես սուտ էի խոսում, հաճախ սուտ էի խոսում կամ ուշ սուտ էի խոսում, եւ դա իմ բիզնեսի ներօգուտ, դա իմ ընտանեկան կյանքի ներօգուտ, դա հարևանության մեջ, ես պետք է որոշեմ, ապաշխարությունը հետեւյալն է, որ այլևս չստեմ։ Ապաշխարությունը նախ եւ առաջ որոշում է, հետո նաեւ մտքի, սրտի փոփոխություն է եւ հետ դարձ, որ այդ ամենից դարձի է զգալի։ Եվ ապաշխարելով առաջինը խոստովանում ենք մեր մեղքերը։ Ինչ մեղքեր, որ ես գործել եմ, ինչ էլ որ եմ, ես խոստովանում եմ իմ մեղքերը։ Տեր Աստված, մեղավոր եմ, ներիր իմ մեղքերը։ Տեր Աստված, արի իմ սրտի մեջ որպես իմ անձնական Տեր եւ Փրկիչ։ Սա ապաշխարության առաջին քայլն է։ Դու դա կարող ես անել քո տանը, ննջասենյակում, աշխատավայրում, փողոցում, եկեղեցում, դահլիճում։ Վայրը չի որոշում ոչինչ, այլ քո բարձրությունն ու անկեղծությունը։ Երկրորդը, որ ուզում եմ մատնանշել, դա որոշում կայացնելն է, այլևս չանել այն, ինչ որ արդեն խոստովանեցիր։ Եթե իմ կյանքում կար անառակություն, կամ գողություն, կամ նախանց, կամ չարախոսություն, ես այդ ամեն աղտն ու կեղտը բերեցի Աստծո առաջ ու ասի. Տեր Աստված, անզոր եմ սրանք ինձանից զատելու, օգնիր ինձ սրանցից զատվեմ, եւ Աստված խոստացել է, որ մեզ հետ է ու մեզ կլսի, միջև մեր վերջին շունչն էլ, որ երկրի վրա լինենք։ Երրորդը, սկսիր Սուրբ Գիրք կարդալ, ոչ թե այս մարդու կամ այն մարդու գրվածքները, այլ նախ եւ առաջ Աստվածաշունչ մատյանը, կանոնավոր Աստվածաշունչ մատյանը, շատ կարևոր է, որ դու քո հիմնաքարը ու հիմքերը դնես Աստվածաշունչ ընթերցելով, որտեղ այսօր յուրաքանչյուր մեկը իր տեղից ելած փիլիսոփայում է եւ ասում է. «Էս պիտի անեք, իմ գրքերը պիտի կարդաք, իմ ուսմունքները պիտի լսեք, իմ վերջապես դասընթացներին պիտի միանաք»։ Համացանցը ողողված է, միացեք մեզ, եկեք մեզ, հասեք մեզ։ Ես ասում եմ ձեզ, սիրելիներ, նախ եւ առաջ միացեք Աստծուն, Աստծո խոսքին, եւ ասում եմ ձեզ, երկրի վրա ձեզ համար փրկիչներ մի փնտրեք, որտեղ յուրաքանչյուր մարդ փրկչի կարիքն ունի, մարդը փրկիչ չէ, մարդը կյանքի առաջնորդ չէ, մարդը կարող է լինել համայնքում առաջնորդ, հովիվ, եպիսկոպոս, Աստված օրհնի բոլոր մեր եղբայրներին ու քույրերին, բայց կյանքի առաջնորդը եւ այն անձը, որ գիշեր ու ցերեկ քեզ հասանելի է, դա Աստված է, որը գրված է Աստվածաշնչում։ Ես հավատում եմ Աստվածաշնչի Աստծուն, հալելույա։ Եվ Տիրոջը խոսքն ասում է. ընթերցեք Աստվածաշունչը, այս օրենքի գիրքը, Հեսու 1:8, քո բերանից չհեռացնես, ինչու մտքից չէ, ինչու ականջներից չէ բերանից, որտեղ սա որպես կերակուր է մեզ մատուցվում, քո բերանից չհեռացնես, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, պահես սրտիդ մեջ ու կատարես քո կյանքի գործնական ընթացքում, որպիսի հենց այդ ժամանակ խելամիտ լինես եւ ճանապարհներդ հաջողակ անես։ Աստված ուզում է, որ դու լինես խելամիտ եւ հաջողակ։ Եվ հաջողված քո ընթացքի մեջ է, ոչ թե ձախողակ ու ձախողված եւ անեցների ու փորձանքների մեջ, փորձություն, բայց Աստծո թույլ տված եւ ոչ թե մեր խելքից հնարված, մեր ձեռքով փորված փոսերի մեջ ընկնել։ Թող Աստված տանի փորձության, որտեղ տանողը նաեւ հետ կբերի։ Եվ Սուրբ Գիրքը մեզ ասում է. սկսիր ընթերցել Աստվածաշունչ։ Սրանք ցուցիչներն են վերստին ծնվածի։ Առաջինը չես մոռանում, որ դա քո իրական ապաշխարությունն է։ Դա քո խոստովանությունն է, որ դու խոստովանում ես քո մեղքերը։ Երկրորդը որոշում ես խոստովանածդ մեղքերը այլևս չկատարելու։ Երրորդը Սուրբ Գիրք ես սկսում կարդալ, նոր կտակարան կամ Աստվածաշունչ ամբողջական։ Չորրորդը ու վերջինը մասնակցել եկեղեցի։
գտնել ինչ-որ մեկ համայնք, լինել համայնքի անդամ, սիրել համայնքը, օրհնել առաջնորդին, օրհնել քույր եղբայրներին եւ չմիաբանվել չարախոսների ու վերջապես դատարկախոսների հետ, որոնք պատերի տակ բամբասում ու խոսում են, այլ սիրել, գնահատել, ի նպաստ բերել համայնքին, ինչ տաղաններ ունես, ներդիր առանց իրավիճակների վրա քննարկելով, երկչուհի ես, երաժիշտ ես, չգիտեմ, մեդիայի մասնագետ ես, ամեն ինչ որ ունես, ներդիր այդ համայնքի մեջ, սա վերստին ծնվածի սիրտն է, որ նա Աստծո եկեղեցին ընտրում է որպես իր ընտանիք եւ չի գնում այնտեղ խարբարելու, քանդելու, այլ գնում է այնտեղ կրթվելու, հոգեորապես զինվելու ու իր առաքելությունը երկրավոր կյանքում իրականացնելու։ Վերստին ծնվածը իրականից ունի այս սիմպտոմները, այս ցուցիչները եւ այս ամենին իսկապես հետևի։ Այս սրանք են, որ պետք է վկայեն, որ դու վերստին ծնված ես այլևս։ Ուրեմն շարունակում եմ ավելի խորը հոգեվոր մի բան։ Առաջինը, վերստին ծնվածը ունի փոփոխություն մտքի։ Շատ կարևոր է մտքի փոփոխությունը։ Եփեսացիների գիրք 4 գլուխ 22-ից 24 համարը այսպես է ասում. Եփեսացիս թուղթ Պողոս առաքյալի կողմից գրված նամակ գրված է 4 գլուխ 22-24 համարը այսպես է ասում. որ ձեզանից դուրս հանեք առաջին գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեության ցանկությունով ապականված է, եւ ձեր մտքի ուշադիր, ձեր մտքի հոգով կամ ձեր մտքի կյանքով նորոգվեցեք, նոր մարդը հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է, ճշմարտությունով, արդարությունով, սրբությունով, ճշմարտություն, արդարություն, սրբություն։ Սրանք շատ կարևոր են։ Մտքիդ մեջ պետք է փոխվի ճշմարտությունը ընդդեմ ստության, արդարությունը ընդդեմ անարդարության, սրբությունը ընդդեմ պղծության։ Այս երեքը պետք է փոխարինվի։ Կարծես մի հատ հստակ փոփոխություն, որ այս երեք վատը թողում եմ եւ երեք լավը ու աստվածայինը վերցնում եմ։ Սա է վերստին ծնունդը։ Առաջինը քո մտքի մեջ է գալի փոփոխություն։ Եթե անցյալում դու մտքով չարախոս էր, բամբաշճի էր, ծաղրող էր ու հեգնող էր, ծաղրանքի հոգով էր բռնված, որ հեգնում է, ծաղրում է, ծիծաղում է, մարդու դժբախտության վրա, մարդու սայթաքելու վրա, նորոգվում ես, հավաքվում ես, դու այլևս Աստծուց ես ծնված, որտեվ կատվից մուկ չի ծնվում, մկից խավարասեր չի ծնվում, կներեք վերջապես ընձուղտից առյուծ չի ծնվում, այլ ընձուղտը ընձուղտ կծնի, առյուծ իր նման առյուծ, եւ Աստծուց ծնվածն է, Աստծո էություն պիտի ունենա, քանի որ Սուրբ Գիրքը այստեղ ասում է հանեք ին մարդը ու հագեք, տեսեք շատ կարևոր է, ասում է եւ նոր մարդը հագեք, որ Աստծո պատկերի պես է, նոր մարդը, որ Աստծո պատկերի պես ստեղծված է, Աստված այդ նոր մարդուն ստեղծել է քեզ համար, որպես մի մոդել, մի ճշմարտություն, Քրիստոսանման, որ ինքը ապրեց երկրի վրա, որ վերստին ծնվածը ձգտի հասնել այս իրական այս բարձրունքին, լինել Քրիստոսանման, բոլոր քրիստոնյաները ունեն մեկ կոչում, որից փախնել չի կարելի, որը չի կարող մարդն ասել ես այդ կոչում չունեմ, բոլորը կոչված ու կանչված են Քրիստոսանման լինելու, Քրիստոսի պես սիրելու, Քրիստոսի պես ներելու, Քրիստոսի պես բարեխոսելու եւ այս ամենը ցուցիչներն են, որ դու նրանից ես ծնված։ Վերստին ծնունդ նշանակում է ումից ծնված ես, նրան քաշես, նրան նմանվես, քո վերջապես էությունը գնալով նմանվի նրան, որտեվ զավակը նման է ուզի թե չուզի իր հորը եւ մորը, ինչ որ ժառանգել է։ Առաջինը դա մտքի փոփոխություն է։ Քո մտքի մեջ արդեն ամեն են դավերը, չարախոսությունները, հայությունները, ցանկությունները, դրանք պետք է վանվեն։ Ուսացուցիչն է, որ դու վերստին ծնված նոր մարդ ես։ Երկրորդը, լեզուդ, քո խոսակցականը պետք է փոխվի քո լեզվի խոսակցականը, որտեղ Սուրբ Գիրքն ասում է կյանքն ու մահը լեզվի ձեռքին է։ Եթե ուզում ես կյանք սիրել, լավորեր տեսնել, լեզուդ պահիր չարախոսությունից։ Ցավալիորեն այսօր կրոնական դաշտը կամ ինչպես որ կարող ենք ասել հոգևոր դաշտը, թեկուզ ես այդպես չեմ ընդունում, բայց կրոնական դաշտը երևի թե ամենաբամբաշճին է։ Ամեն մարդ չարախոսում է մյուսից։ Ամեն մեկ ինչպես Սաղմոսն է ասում, 50 Սաղմոս ասում է նստում ես եղբորը դեմ մորդ որդու վրա չարիք ես խոսում, դու արեցիր, ես լռեցի, կարծեցիր քո նման եմ, բայց ես կգամ ու ես քեզ կհանդիմանեմ։ Սիրելիներ, չարախոսողը միշտ սերված է չարից, սատանայից։
Որովհետև եթե այսօր դու ինչ-որ մի բան էլ ասում ես, որ հերոս ես, մի բան իմացար, բացահայտեցիր, չարախոսությունը, չարամտությունը գալիս է սատանայից։ Դու պետք է նմանվես Աստծուն, Հիսուսին։ Ինչ է դա։ Դա բարեխոսությունն է կամ հայտնի հանդիմանությունը եւ բարեխոսությունը եւ Սուրբ Գիրքն ասում է լեզուդ պահիր։ Ինչքան մեղքեր կարելի է գործել լեզվով։ Ստախոսություն, բամբասանք, հայոյանք, դատողություն, վերջապես ամեն բան կարելի է լեզվի վրա դնել։ Եվ այս ամենից Տերն ասում է Հակոբոս 2:3-2 երրորդ գլուխ երկրորդ համար ասում է. եթե մեկը լեզվով չմեղանչի, կատարյալ մարդ է։ Եվ Սուրբ Գիրքը առակաց 18-րդ գլխի մեջ մի շատ կարևոր խոսք է ասում, սիրելի քույրեր եւ եղբայրներ, եւ ճշմարիտ խոսք հաղորդաշարից ուզում եմ կարդալ այս համարը 18 առակաց գիրք 21 համար։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, եւ նրան սիրողը կուտի դրա բարի պտուղը։ Մահ ու կյանք լեզվի ձեռքին է։ Սուրբ Գիրքն ասում է սրտով հավատում ենք արդարանալու համար, բերանով դավանում ենք փրկվելու համար, Հռոմեացիների թուղթ։ Բերանով դավանել, դավանանքը հենց սա է, որ դու դավանում ես, որ դու փրկված ես։ Ի վերջո ասում ես տենանք հələ փրկվենք թե չէ, խոսիր քո փրկված լինելու մասին, խոսիր քո ապաշխարության մասին եւ նաեւ այնպես ապրիր, որ քո հարևանը խոսի, որ դու փոխվել ես, որ քո բարեկամը խոսի, որ դու փոխվել ես։ Ի վերջո պարզ լեզվով ասեմ, որտեւ ես չեմ սիրում շատ փիլիսոփայել ու վարդապետել, պարզ լեզվով ասեմ, վերստին ծնվածը ապաշխարած մարդը ապրում է ճիշտ կյանք, ապրում է ճիշտ մարդու կյանք, լինում է մարդ, ուղղակի մարդ, որտեվ Ադամին երբ որ Աստված ստեղծեց, իրեն եկեղեցու անդամ ու հոգևոր չստեղծեց, իրեն ստեղծեց մարդ, իսկ ճիշտ մարդը չի ստում, չի չարախոսում, չի անառակության մեջ ներքաշվում, չի գողանում, չի հայոյում, չի հարվածում, չի ատում, չի ողակալությամբ լեցվում, որտև ճիշտ մարդը դա Քրիստոս մարդն է, որ Ադամը իր դեմքը կորցրեց եւ Հիսուսը ցույց տվեց այս մոդելը, որը սիրելը չսիրելուց լավ է, ներելը չներելուց լավ է, կարեկցելը չկարեկցելուց լավ է, բարի լինելը չար լինելուց լավ է, մարդ եղիր, մարդ, վերստին ծնված նշանակում է նույն ադամական մաքրությունը, անարատությունը, այդ զտայրուն լինելը, այդ մաքուր անարատ լինելը եւ Սուրբ Գիրքն ասում է շատ կարեւոր մի բան, որ եթե տեսեք ինչ է ասում այստեղ 18:21-ը մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, նրան սիրողը, կյանք սիրողը կուտի դրա պտուղը։ Վերջինը ասեմ, քո գործերը պետք է փոխվեն։ Մենք խոսեցինք մտքի փոփոխությունը, վերստին ծնվածի կարծես ցուցիչները, մենք խոսեցինք լեզվի փոփոխությունը, խոսակցականի եւ երրորդը քո գործերի վերաբերմունքի, քո իրական այդ վարմունքի փոփոխությունը։ Վերստին ծնվածը ել չի կարող մտնել կռիվների, չարախոսությունների, սպանությունների, հարբեցողությունների, վերջապես թմրամոլությունների, խաղամոլությունների, իր վերաբերմունքը, կյանքը փոխվել է սիրելիներ։ Վերստին ծնված արդեն ժամանակ է հատկացնում իր տիկնոջը, զավակներին, սրանք շատ լավ ցուցիչներ են եւ Սուրբ Գիրքն ասում է քո գործերը պետք է իսկապես փոխվեն, բայց միչեւ որ գործերը Մատթեոս 5-րդ գլխի մեջ 22-23-ն ասում է, եթե եղբորդ անիմաստ ասես հիմար, դու գեհենի ես արժանի, որքան է Աստված ուզում, որ վերստին ծնված իրենից ծնվածը լեզուն պահի չարախոսությունից, դատարկախոսությունից, լսեք սիրելիներ, եթե իսկապես այսօր դու ունես ընտրություն չարախոսելու թե բարեխոսելու, ես քեզ քաջալերում եմ բարեխոսի, որպեսզի քո հոր զավակը լինես, որտեղ նրանից ծնվածը դա կաներ, իսկ եթե ուզում ես քո Աստծո գործերը գործես, Հիսուսն ասեց, թող մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որը երկնքում է։ Գիտես, բարի գործերը սկսում է ամենատարական գործերից։ Ինչ որ մեկին տեսնում ես ծանրոցներով գնում է, օգնիր։ Ինչ որ մեկին տեսնում ես հասել է դուրը չի կարող բացի, իր համար բացիր։ Ինչ որ մեկը վերջապես կանգնել է ինչ որ միտեղ, չգիտեմ, բանկում հերթ է սպասում, քո հերթը զիջիր իրեն, տեսնելով որ նա տիկին է, տարիքով է, տրանսպորտի մեջ, երթուղային տաքսիի մեջ, տեղը զիջիր են, քրիստոնեական վարմունքներ, զիջիր ավտո վարելուց, զիջիր խոսելու մեջ, զիջիր նաև այն մեկին, որը տգետ խոսում է, բայց ինչ որ բաներում քեզ ասում է, լռիր, ներիր, զիջիր, թող ասելիքը ասի, ունեցիր քո մեջ խաղաղություն, համբերություն, որովհետև դու քո կյանքով, վարմունքով, գործերով ցույց ես տալի, որ ով է քո հայրը, ով է քո Աստվածը։ Վերստին ծնունդը դա խոսք չէ, դա գործնական կյանք է։ Վերստին ծնունդը, որը հաջորդում է ապաշխարությունով, դա գործնական կյանք է։ Սիրելիս, այսօր ուզում եմ քեզ ուղղորդել մի շատ կարևոր աղոթքի մեջ,
Ծնվեք Աստծուց, որտեղ ծնողից, երկրավոր ծնողից ծնվածը հող է, հող կդառնա, բայց երկնային ծնողից ծնվածը հոգի է ու այդ հոգին կգնա այնտեղ, որտեղ է Աստված։ Այս աղոթքն ինձ հետ կրկնիր, սիրելի Հիսուս, խնդրում եմ քեզ, ներիր իմ բոլոր մեղքերը, արի իմ կյանք, արի իմ սրտի մեջ, որպես իմ Տեր ու իմ Փրկիչ, փրկիր ինձ Հիսուս։ Ես ուզում եմ քո սերը ճաշակել ու ճանաչել քեզ։ Լվա ու մաքրիր ինձ քո սուրբ այրունով։ Շնորհակալ եմ, որ խաչի վրա ինձ համար քո սուրբ այրունը թափեցիր։ Ես հավատում եմ, Տեր, որ ինձ համար մեռար ու ինձ համար հարություն առար։ Թող քեզնից ծնվեմ, որպեսզի իմ մեջ քո հատկություններն ու էությունը գա, Հիսուս։ Սիրում եմ քեզ։ Առաջնորդիր ինձ ամենայն ճշմարտության մեջ։ Ամեն։ Սիրելիներ, պետք չէ բարդացնել Աստվածաշունչը։ Պետք չէ բարդացնել փրկությունը։ Մարդկանց վրա օրենքներ ու լուծ ծանրություն մի դրեք, որ ոչ մեկ չի կարող տանել։ Պետք չէ վերադարձնել օրենքի նույն իրական ընթացքը, որտեղ Աստվածաշունչն ասում է շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, Եփեսացիս 2:8-10 համարը, եւ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ մարդիկ վերջին օրերում կբերեն ինքնահնար վարդապետություն, ցնորված վարդապետություն, փիլիսոփայություն, պետք է սենց անես, Սուրբ Գիրքն ասում է, խաչի վրայի ավազակը անգամ չուներ առիթ խոստովանելու, նա ասեց, հիշիր ինձ, եւ Աստծո սերը այնքան մեծ էր, որ ասեց, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Եվ Սուրբ Գիրքը ասում է Գործք առաքելոց եւ Հռոմեացիների գիրք, ով Տիրոջ անունը իրապես կանչի, կփրկվի։ Փրկությունը դա process է աստվածային եւ ոչ թե եկեղեցական ստրուկտուրա, որ ես քեզ հեսա կասեմ, հեսա քեզ կկարգավորեմ, դու կփրկվես։ Հիսուսն է փրկիչը։ Դու մարդուն ծանոթացրու Հիսուսի հետ եւ Հիսուսը թող իսկապես մեռելներից հարություն տա Ղազարոսներին, հին գործերից եւ ասի դրա կապերը քանդեք եւ թույլ տվեք, որ ինձ մոտ գա։ Թույլ տվեք մարդիկ մտերմանան իրենց փրկչի հետ, նրա անունն է Հիսուս։ Օրհնում ենք ձեզ ճշմարիտ խոսք հաղորդաշարից ու այս գեղեցիկ տաղավարից եւ ասում ենք կապվեք Աստծո հետ, սիրեք Աստծուն ու վերստին ծնված լինելով էլ աճեք միջև փրկություն։ Ամեն։